կատարվում հետի հետ, գիտեք, որ ամանորիշեմին, այս օրերին, անջատումներ բան, ինչ ձախողման է փլուզման արջև է, բայց շարունակում է մեղադրել, չգիտեմ, նախկին ղեկավարությանը, ինչ է արել ընդհանրապես Սամվել Կարապետյանը հեցի համար, ինչ է ստացել, ինչպիսի հեց է եղել, ինչ է ստացել, իմ ինֆորմացիով, Սամվել Կարապետյանը հեցը ստացավ բանից, ՌԱՕ-ից, Բիբիններ կարծեմ ղեկավարը, հեցի վրա կար $250 միլիոն պարտք, այդ ես գիտեմ, այդ 12, 13, 14 թվի պատմություններ, Սամվել Կարապետյանը դա փակել է, հեց աշխատում է եւ հեցը որպես մասնավոր հիմնարկ է աշխատում։ Նրանք կտրուկ աշխատել են կորուստները իջեցնելու վրա։ Երբ որ նրանք հեցը վերցեցին, կորուստները 37-38% էին։ Հիմա ես չեմ ուզում բանանել, թե դա լավագույն ձևներ հեցի կամ ընդհանրապես եթե իդեալականը վերցնենք լավ կլներ, որ մի քանի հեց ունենայինք բանջան, իրար գոնե թվերը համատելու են, բայց այն ամենայնիվ Սամվել Կարապետյանը փրկեց Հայաստանը էներգետիկ կոլապսից։ Հիմա եկան է սրանք։ Եկել են սրանք, տեսեք ինչ ասում, տեսեք Ռոմանոս Պետրոսյանի մի արտահայտություն։ Այսինքն մարդն ասում է մի պահ գոված, թե այսքան խնայել ենք ծախսերը։ Նա ով որ էներգետիկա չի կարում հասկանալ ոնց կարաս խնայես, այնտեղ ամեն ինչ նորմավորված է։ Անժելա, ամեն ինչ նորմավորված է։ Այսինքն, ինչքան կաբելա գնում ամեն տարի, կաբելների քանի տոկոսը պիտի փոխես, ինչքան նորմատիվային կորուստ կարող ես ունենալ, կոմպրեսորները կամ պաստանցիաները, ենթակայանները ինչքան պիտի փոխես, քանի տարի մեկ պիտի սարքավորումները փոխես եւ այլն։ Եվ որ մարդն ասում է, եկանք 20% էկոնոմիա արինք, չհասկացանք, կարաս ես բոլորը չանես եւ հեծը գցես մոլի էշի պատմության մեջ այն որ մոլենեշին հակուտ չէր տալի, ասում էր ապրում, մի օր տեսավ սատկումը։ Եվ անկար սրանք նկատեցին, որ իրանց այսպես կոչված էկոնոմիաների հաշվին, իրանք այսօր պարբերաբար Էրեբունի թաղամասը 4 թե 5 օր ընդհանրապես լույս չի ունեցել։ Քանի օր վայքը լույս չի ունեցել, հասկանում եք։ Այսինքն, երբ որ հեցին նշանակում են մեկին, կոնկրետ, ասենք Ռոմանոս Պետրոսյանն է, որ ես այդ ինտերվյուն լսեցել, ես ապշել էի։ Տղա ջան, դու էկոնոմիաներ մի արա, դու դիր տեխնիկական պահանջներ ինչպիսին են, այդպես էլ կատարի։ Ինչ նշանակում էկոնոմիա մարը։ Ասենք եկել ես տեսել ես միտեղ մի հատվածում մալուխը, այսպես կոչված կաբելը, հələ որ աշխատում է։ Դու ասում ես դա թող մնա, գրված է նորմատիվային պահանջում 3 տարի մեկ, օրինակի համար եմ ասում, պետք է փոխվի։ Ուրեմն պետք է փոխվի։ Հասկանում եք։ Այսինքն չկա այսօր մեկը որ տիրություն ան, բացի դա, հենց հայտնվել այնպիսի վիճակում, որ բոլորն հասկանում են, որ նոր գնորդ չի երևում, հետ տալը դժվար է, եւ իրանց նշանակած մարդիկ իմ խորին համոզմամբ պարզապես թքած անտնտեսվար վերաբերմունք ունեն հեցի նկատմամբ, ինչ որ կարող ենք բանը հոգուտ մեզ անենք, չէ, այստեղ հնարավոր չի, այնտեղ հնարավոր չի որևէ ստրատեգիական ներդրում։ Դեր չկա այդտեղ։ Կասեք պետությունն է դեր, բայց պետությունը ո՞նց է դեր։ Պետությունը հա այդ Ռոմանոս Պետրոսյանի նման մարդիկա նշանակում, նա չի մտածելու հեցի մասին մի 10 տարի հետո, նա հոսեբականատերը չի։ Բոլոր դեպքերում ոնց էլ նա աշխատի, ավելի պակաս արդյունավետ է լինելու, քան թե աշխատում էր, ասենք, մինչև այդ հեցը Սամվել Կարապետյանի բանի պատրոնության օրոք։ Բախվել են այս խնդրի հետ, հիմա չգիտեն ինչ անեն, եւ սա կրկնվելու է անդադ։ Սա ընդլայնվելու է, ծավալվելու է։ Ազատ արձակեց, ինչու։ Պարզ է, չէ, որ ես բացառում եմ, որ ես իրավականն եմ ասում, ես քաղաքական կուլիսներում խոսակցությունները չգիտեմ, իրավականը կարող եմ ասել։ 4-րդ անգամ պիտի դատարանը սահմաներ, որ Սամվել Կարապետյանի արած այնպիսի հանցագործություն է, որ նա պետք է մնա կալանքի տակ, չէ լինում արդեն։ 3-4 անգամից հետո բոլորին էլ ազատում են։ Ինչ ես կալանավորել, ինչ է հանցանք արել։ Դաժե այդ իրանց նշանակած դատավորները, որոնք մոտ 75-80% իրանց արդեն նշանակածներն են, իրանք հասկանում են, որ վաղը միսօր որտեղ պիտի գնան ապրեն, այս երկրում պիտի ապրեն, չէ։ Իրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի օր վերջանալու է։ Շատ լավ, բայց մյուս կողմից տեսնում ենք իրավական համակարգում անարխիա է, դուրը չի գալիս, առավոտը ասում է Սրբազանին ձերբակալի, մյուս օրն ասում է այս գործարանին ձերբակալի, այս քաղաքական գործին, այս հանրային գործին ձերբակալի, ճիշտ է։ Հասկանում եմ, բայց ամբողջը կմաճի, հետո էլ թողնում է, չէ։ Հետո էլ թողնում է ստիպված։
Դե փաստ է որ հիմա առայժմ ում ուզում է ձերբակալում Դե հա, 2 տարի խանգարում է Վազգեն Սաղաթելյանի ձերբակալը վաղ կթողի, Նարեկին ձերբակալը կթողի, Սրբազաններին ձերբակալը պիտի թողի, Դե հիմա պիտի թողնի, տենց կարող է գալ, մեկ էլ էս ընտրություն են բոլորին փակի, ընտրությունները հաջողի։ Ինչ եմ ուզում հարցնել։ Հիմա տեսեք, եւ Անժելա ջան, դիկտատուրա է, դուք ինչ եք ուզում։ Այո, դիկտատուրա է։ Կարար սպաներ, չէ՞։ Դուք պետք է այսօր Նիկոլ Փաշինյանին գովեք։ Բայց դուք տեսել եք ուխտ կենթանիների դիկտատուրա, այդ ինչի է վերածում, որտեվ այդ մարդիկ ասում էին ուխտերի բաներ, չէ՞, Այո, ուխտերի դիկտատուրա տեսել եք, ինչի է վերածում Հայաստանում հնարավոր է Փաշինյանի իշխանության օրը կարող է լինի ուխտերի դիկտատուրա։ Երկիրը ինչ է դառնում այդ